Սառած է ամբողջը, բայց դա ամենևին չի խանգարի մեր երթևեկության ու զբոսանքին։ Կրկին ողջույն սիրելիներ, եկավ երկար սպասված գարունը, եղանակը փոփոխական է, դեռևս լավ տաք չէ, բայց հաճելի է զբոսնել, տանից ավելի հաճախ դուրս գալ։ Եվ այսօր ես տանից դուրս եմ եկել իմ գործերով ու առաջարկում եմ ինձ միանալ ու մեկ ֆրանսիական օր միասին անցկացնել։ Այս օրը ես կսկսեմ իմ ֆրանսերենի դասընթացով, կայցելեմ նաև թերապևտին, դեղատուն, ինչպես նաև La Poste, ընթացքում էլ չգիտեմ ուր, չգիտեմ ինչքան կնկարեմ կամ որտեղ հարմար կլինի նկարել կամ ոչ, դա չէ էականը, պարզապես ես ձեզ կփոխանցեմ մի փոքր ֆրանսիական քաղաքային վայբ իմ առօրյայից։ Մի խոսքով թեթև ժամանցային վլոգ է ձեզ սպասվում, լիցքաթափվեք այն դիտելով։ Սիրելիներ, մի փոքր ակտիվ եղեք մեկնաբանություններով ու առատաձեռը եղեք, այո, երբեմն ոչինչ տալ պետք չէ, այլ խոսքերով էլ մարդ կարող է շռայլ գտնվել ու դիմացինին ոգևորել։ Ձեր մեկնաբանությունները օգնում են, որպեսզի ալիքը առաջ գնա ու ունենա զարգացում։ Եվ ավելի ես կունենամ մոտիվացիա, հետաքրքիր տեսանյութեր նկարահանելու ձեզ համար։ Չմոռանաք լայքել, մեկնաբանություններ գրել, իսկ նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, բաժանորդագրվել։ Նախապես շնորհակալ կլինեմ։ Ոնց է հագնվել այս աղջիկը այս ցածտին։ Նայեք, կալգոտկի ավարակ ոտքերի վրա։ Մյուսն էլ ընդհանրապես բաց ոտքերով ավազում։ Մրսել չունի այս ժողովուրդը, փոքրուց կոպված եմ։ On peut pas mettre juste ce spray un truc comme ça? Oui, pourquoi pas. Ça marche. Et pourquoi la crème antibactérienne? Alors ça fait longtemps que je parce que c'est des
Merci, au revoir. Voilà. Այս գույնն է սիրում։ Հրյաների ժողովարանը։ Պասը պատվիրաններն են քարե տախտակների վրա գրված, Մովսեսը, որ իջեցրեց Սինալերից, այդ խորհրդանիշն է մուտքի դրան վրա։ Այստեղ միշտ լավ վերահսկվում է այս հատվածը, շատ խիստ է վերահսկողությունը այստեղ։ Սա էլ տաճարը, Ստրասբուրգի մայր տաճարը, հեռվից մի հատված է երևում։ Ահա, այսպիսին է գետը անձրևից հետո, հորդաղատ է դարձել ավելի մի տեսակ։ Այդ նավի մեջ ապրում են, ինձ թվում, միշտ տեղ են։ Գիտեք, կան մարդիկ Եվրոպայում, որ ապրում են նավի մեջ և շրջագայում են և ապրում են։ Եվ դա նորմալ է համարվում այդ կյանքի տեսակը, դա նույնպես օգնության հարց է և այստեղ նորմալ են նայում մարդիկ։ Այնպես չի, որ հնարավորություն չունեն, չեն կարող տուն գնել կամ վարձով ապրել, ուղղակի այդպես են նախընտրում։ Ամեն մարդ ունի ընտրելու հնարավորություն։ Երկինքը միշտ մոխրագույն է, միշտ։ Ստրասբուրգում դրսում դժվար է նկարահանումներ իրականացնել, որտեղ միշտ կադրը կամ մուգ է դուրս գալի, կամ էլ շատ սփռտնած։ Ու թվում է, թե անորակ վիդեո է, բայց իրականում երկինքն է մոխրագույն ու շատ վատ է կադրում, դուրս գալիս ցանկացած պատկեր դրսում։ Այստեղ բալիկ կա մի հատ։ Հեսա։ Դեպի ափելողը։ Ուտելիք է փնտրում, թե հացի կտորները այդ մասերում են մնում։ Գարնանային պայծառ, արևոտ եղանակ, հաճելի արև ու շունիկ։
հիմա Mystic Reef խանութում եմ, ծմեղային ամբողջ տեսականի վրա զերջ կա, գլխարկները ինձ հետաքրքրեցին, դարձել են 4 եվրո, Երկարդեն ֆիրմանը, հաստավով, սիրուն մոխրագույն գույն, Պայուսակներ էտ կան նավնավից, նավնավխանութը պակվել է Ստրասբուրգի, ամբողջը եկել է Mystic Reef, կարող է կար օգտվել։ Այս տարով գույնն էլ կա, ռեժին ու շոկոլադնի գույնը։ Երկարդեն պայուսակները։ Ամեն ինչ կա։ Նավնավից մոդելները։ Եվրո արժան բոլորը։ Ժակեստելը, կաշվիցը։ Այսպիսի բամբակետ ֆրենչ կա, կոկայի բրենդն է։ Լավ բրենդ է սա, բուժեկը 40 եվրո։ Գույնն էլ է հաճելի, գույն, բայց չափսը շատ երկար է։ Այդքան էլ պրակտիկ չի այս չափսը։ Ահա, կրկին եկել եմ Կոլորս խանութ, ռուսական պաղպաղակ ու պիլմենի գնելու։ Արդեն շոկ է, իսկական պաղպաղակի սեզոն է։ Միայն թե իմ ուզած պիլմենիները լինի։ Bonjour. Паспорт. Так. Икра. Ян. Баклажановая. Углечка. Միշտ սրանից եմ վերցնում բյալու սուրտ վերցնում սիղ վարոկ մաշկե ուզում վերցնել «20 штук мак».
Դե ինչ վերադարձել եմ տուն, ժամանակն է որ միասին սրճենք։ Գնել եմ այս մի քանի բաները, վճարել եմ 52 եվրո։ Իմ ուզած խավիարը հայկական յանը, բայց Ֆիլմենին այս անգամ ուրիշն եմ վերցրել, հալալ մսից է պատրաստված, 1 կիլոգրամանոցը ավելի թանկ էր։ Դրա համար այսքանի վճարեցի 52 եվրո։ Եթե հետաքրքրում է ձեզ, համեմատեք ձեր քաղաքի ռուսական խանութների հետ։ Հիմա միասին կսրճենք մեր պատշգամբում։ Երևի թե ես կուտեմ այս պաղպաղակը կամ պլոմբիրը, տեսնենք։ Որոշեցի այս համինը փորձեի, բուբլգում, ծամոնի համ ունի այս պաղպաղակը, սա նորություն է ինձ համար։ Հիմա կփորձեմ, իսկ սուրճիս կապուչինո եմ պատրաստել, որին կավելացնեմ այս կարամելային սիրոպը, համ հաղորդելու նպատակով։ Ավելի կհամեղանա սուրճս։ Ահա, այսպիսի տեսք ունի, երկու գույնանի ու ծամոնի համ։ Իսկ իմ սուրճը կարամելային համ։ Դե դուք էլ դրեք ձեր 1 գավաթ սուրճի ու միացեք ինձ սիրելիներ, միասին սրճենք մեր պատշգամբում։ Գարուն է, բնությունը զարթոնք է ապրում։ Եվ ահա իմ հորտենզիաներն էլ արդեն իրենց տերևներն են դուրս հանել, իրենց աչուկներն են դուրս հանել։ Շուտով կփարթեմանա այս ծառը, իսկ սա էլ մեր տնկած ծիրանի ծառն է, արդեն բողբոջել է ու մեծացել է, ամեն ինչ լավ է, ինչպես տեսնում եք։ Ահա, սիրելիներս, ես գնեցի իհարկե այս գլխարկը Միսթի Գրիֆից, քանի որ շատ լավ մարկ է Պիեր Կարդենը եւ նաև գինն է շատ հարմար, 40 եվրոյանոց գլխարկը զեղչվել էր ու դարձել 4 եվրո, համարյա 90% զեղչ էր արվել, ինչու չգնել։ Միսթի Գրիֆը outlet խանութ է, որտեղ վաճառվում են բրենդային իրեր, արդեն բավականաչափ զեղչված, ահա այդպիսի խանութ է, որտեղ կարելի է գտնել շատ ճանաչված մարկեր, ինչպես տվյալ դեպքում Պիեր Կարդենն էր, էլի այնտեղ բազմաթիվ խանութներ փակվել էին, ինչպես Նաֆնաֆը մեր քաղաքի եւ ամբողջ տեսականին հայտնվել էր Միսթի Գրիֆում։ Ովքեր են սիրում Նաֆնաֆ, Պիեր Կարդեն այդ մարկերը, կարող եք այցելել ու օգտվել, գները բավականին մատչելի էին։ Իսկ շուկայում, երբ ես ցուցադրեցի այս գլխարկից, շուկայում վաճառվում էր 15 եվրո, չինական ծագման գլխարկ էր եւ մեջը չուներ աստար։ Այստեղ էլ ընդհանրապես այդ տոնավաճառի գլխարկի մեջ աստարը բացակայում էր եւ ներսը կային կոպիտ կարեր, ճիշտ է, գույնահաճելի գույներ, բայց աստար չուներ, ներսի կարերն էլ կոպիտ էին, դրա համար իմաստ չուներ այդ գլխարկը գնել, դրա դիմաց վճարել 15 եվրո, եթե փնտրենք չինական կայքերում այդ գլխարկները 3-4 եվրոից ավել չէին արժենա, բնականաբար, եւ եթե անգամ ինտերնետով էլ գտնենք, գնենք, նույնը չի կարող լինել, ինչպես այս բրենդային գլխարկի դեպքում է, քանի որ արկա է աստար եւ չափսը համապատասխանում է։ Շատերը ովքեր գնում են ինտերնետից, բողոքում են չափսերից գլխարկների դեպքում, որ չափսերը չեն համապատասխանում մեդիումա, ասենք միջին չափսին, L-ը, large-ին, small-ը, փոքրին եւ այլն։ Եվ ահա այսպիսի տարբերակ եթե հանդիպել է, ինչի չգնել։ Այսա իսկապես էժան է, քանի որ ես վճարել եմ 40 եվրոյի փոխարեն 4 եվրո, իսկ եթե այդ չինական տարբերակը, որով վաճառվում է տոնավաճառում, գնեի կայքից եւ անգամ եթե դրա դիմաց էլ վճարել 4 եվրո, դա չէր նշանակի, որ էժան եմ գնել տվյալ գլխարկը, քանի որ իրական արժեքը ինտերնետում այդ կայքերում հազիվ էլ թե այդքան լինեին 4 եվրոյի չափ, բայց Պիեր Կարդենի դեպքում հիանալի գին է 4 եվրոն։ Ես փնտրեցի, գուգլեցի այս գլխարկի իրական արժեքը 40 եվրո է պաշտոնական կայքում եւ կային վաճառողներ, որոնք գնել էին ու չէին կրել հենց նոր վիճակով պիտակով, դարձյալ դրել էին 40-60 եվրո, նույնիսկ վաճառում էին ինտերնետով։ Իհարկե շատ ուռճացված է 60 եվրո։ Ինչքան էլ այս տարի տրենդային են, ակտուալ են մորթե գլխարկները, միևնույնն է, արհեստական գլխարկին չարժի 40-60 եվրո գումար վճարել, ես կարծում եմ արդարացված չի նման գինը, թեպետ սովորաբար բարձր գինը վճարվում է անվան դիմաց, մարկի դիմաց, բայց եթե պիտակը պոկենք, ոչնչով չի տարբերվի արտաքնապես մյուս խանութների կամ միգուցե հենց տոնավաճառի գլխարկներից, բայց կապ չունի, մարդիկ այդ գումարը տալիս են անվան համար։ Թեպետ լավ է, որ չի երևում արտաքնապես գրածը, միայն ներսի հատվածում է գրված,
Փրագույն բազիկ գլխարկ է ձմռանը, հաջորդ ձմռանը կարծում եմ նույնպես ակտուալ կլինի, դե արդեն սեզոնից դուրս եկավ սա։ Բայց քանի որ գինը հարմար է, գնեցի։ Այդ խանութից Misty Griffith գնեցի նաև այս մազերի ներկը ու այս շիֆոնե կտորները, այստեղ շիֆոնե կտորներ են ասում միկրոֆիբ կտորներին, որը շատ լավ է մաքրություն կատարելիս, արագ չորացնում է ծածկույթը։ Սա 259 արժեր, բայց ինտերնետով նայեցի 7-8 եվրո էր իրական արժեքը, իսկ այս ներկի համար վճարել եմ 5 եվրո, բայց երբ գուգլեցի, նկատեցի, որ այս ներկի արժեքը 17 եվրո է։ Ահա այսպիսի փոքրիկ գնումներ Misty Griffith այս 3 բանն եմ գնել, փոքրիկ աննշան գնումներ է, բայց որ մտել էի խանութը, որոշեցի ցույց տալ, թե ինչ եմ գնել։ Ուրեմն սիրելիներս, ես ունեմ նաև մեկ հոբի, բացիկներ, երբ մտնում եմ գործով post, ես անտարբեր չեմ կարողանում մնալ բացիկների նկատմամբ, բոլոր փոքր սիրուն բաները ինձ դուր են գալիս, ես հավաքում եմ այդպիսի հոբի ունեմ, դեռևս փոքրուց, ես մի օր կպատմեմ, թե ինչպես իմ մոտ արթնացավ բացիկներ հավաքելու սովորույթը, այդ հոբին դեռևս պատանի տարիքից է ինձ մոտ, եւ հաճախ երբ հանդիպում են գեղեցիկ բացիկներ, ես նույնպես գնում եմ։ Ընդհանրապես արվեստի, գեղարվեստի նկատմամբ ես մեծ սեր ունեմ եւ ես ինձ պատկերացրել եմ կոլեկցիոներ, դեռևս փոքրուց ու մտածել եմ, որ իմ տանը լինելու են շատ կտավներ եւ իհարկե այդպես էլ եղավ, երբ ես ամուսնացա ունեցա իմ առանձնատունը, իմ տան բոլոր պատերից կախված էին մեծ կտավներ, յուղաներկով արված հիասքանչ աշխատանքներ։ Եվ այստեղ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո այլևս մեծ նկարներ տանը չեմ պահում, թեպետ կա հնարավորություն եւ գնելու եւ կախելու, պարզապես այստեղի տունը, քանի որ բնակարան է, առանձնատուն չէ, եւ կահույքը ավելի մոդեռն է, ավելի սկանդինավյան սառը ոճով է, այդ պատճառով արվեստի գործերը, նկարները իմ ինտերիերին չեն համապատասխանում եւ չափսերը նույնպես։ Եվ այդ պատճառով ես երևի նորից կսկսեմ իմ հոբին հավաքելով բացիկներ, փոքրիկ սիրուն բացիկներ, որոնք իսկապես տեղ չեն զբաղեցնի։ Մի օր ես անպայման կպատմեմ, ինչպես ծնվեց բացիկներ հավաքելու իմ հոբին։ Կարծում եմ ձեզ նույնպես կհետաքրքրի այդ պատմությունը։ Այս փոքրիկ բացիկները առաջին հայացքից կարող են թվալ ոչինչ, բայց տրամադրություն են փոխում, ինչ որ մի բան փոխում են քո մեջ։ Ջրաղացներ, կակաչների դաշտեր, Հոլանդիան է խորհրդանշում այս բացիկը։ Սա էլ փոքրիկ գարնանային տեսարան եւ այս գեղեցիկ բացիկի ֆոնի ներքո էլ ուզում եմ ավարտել իմ տեսանյութը, մաղթելով ձեզ գարնանային բարձր տրամադրություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում, սիրելիներ։